Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Արա Պապյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ադրբեջանական ինքնաթիռի աղետից հետո առաջին անգամ հանդիպեցին Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը եւ երկխոսության արդյունքում ըստ էության պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախագահը Ալիևի բոլոր պահանջները կատարում է, մեղավորներին ասեց կպատժի, փոխհատուցում կտա, ընդունեց ռուսական կողմի մեղավորությունը մասամբ, բայց ընդունեց։ Ինչու է Վլադիմիր Պուտինը հետ քայլի կամ սա արդյոք կարող ենք հետ քայլ համարել, թե ոչ ռուս-ադրբեջանական վերջին այս լարվածության ֆոնին։ Իհարկե, սա հաշվի առնելով այն հոխորտալից մեղադրանքները, որ հնչում էր ռուսական կողմից Ադրբեջանի հասցեին, սա այդ քայլ է, բայց սա կանխատեսելի է, որի մասին ես բազմիցս նշել եմ նախորդ ամսվա կամ ամիսների ընթացքում, շատ պարզ էր։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը շատ ավելի պետք է Ռուսաստան, քան Ռուսաստանը Ադրբեջանին։ Ռուսաստանը չունի բավարար ուժ եւ ներուժ երկու ճակատի վրա կռվելու կամ պայքարելու մեկ, Ռուսաստանի համար Ադրբեջանը պետք է որպես պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն, այսինքն արտահանելու համար Ադրբեջանի տարածքով նավթ եւ գազ, ինչպես նաեւ ներմուծելու շատ արգելված ապրանքներ, մյուս կողմից էլ դա այն ճանապարհն է, որը հույս ունի, ինչպես անցյալ օգոստոսին Բաքվում ասել էր հենց Պուտինը, Մոսկվա, Բաքու, Թեհրան եւ Հնդկական օվկիանոս այդ ճանապարհը աշխատացնելու, գործածելու, որը միակ ըստ էության ելքն է Ռուսաստանի դեպի համաշխարհային բաց օվկիանոս, որտեղ ուրիշ բան չունի։ Սառուցյալը, տարվա մեծ մասը փակ է, Խաղաղ օվկիանոսը շատ հեռու է, այս կողմից Բալտիկ Սև ծովերը, որ պիտի Ատլանտյան բացեին, փակ ծովեր են իրենց համար, հետևաբար մնում է ցամաքային ճանապարհով դուրս գալ դեպի Պարսից ծոց, դեպի Հնդկական օվկիանոս։ Հետևաբար տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար։ Եվ լուծվեց Վլադիմիր Պուտինի եւ Ալիևի միջև եղած տարաձայնությունները։ Հոգու խորքում իհարկե Պուտինը նեղացած է եւ նեղված է։ Պարզապես հնարավորություն չունի, սա այն տարբերակն է, որ մտքում ասում է, հələ սպասիր մի հատ ձեռս ընկնես, ինչ կանեմ։ Եթե վաղը ճար եղավ Ռուսաստանի կողմից խեղճացնելու Ադրբեջանին, դա կանի։ Սա այն է, ինչ որ անգլերենով ասում են power game, այսինքն ուժային խաղ, ով ավելի ուժեղ։ Տվյալ դեպքում Ադրբեջանն ավելի ուժեղ է։ Հետևաբար հիմա խեղճացած է, եթե վաղ ինչ-որ մի բան փոխվի, Ռուսաստանի դիրքորոշումն էլ կփոխվի, բայց քիչ հավանական է, որտեղ նախադրյալներ չկան, ինչու պիտի Ռուսաստանը ուժեղանա, իսկ Ադրբեջանը թուլանա։ Ընդհակառակը, ես կասեի Ադրբեջանը վերելքի վրա է, եթե դուք հետևել եք Գաբալայում կայացած թուրքական պետությունների 12-րդ համաժողովին, այդ կազմակերպության, արդեն բացեբաց Ալիևը հանդես եկավ համատեղ զորավարժություններ անելու կոչով, ավելի միասնական եւ այլ երկրներ ներգրավելու, այսինքն Ալիևի դիրքերը ուժեղանալու են, Պուտինի դիրքերը ավելի թուլանալու են։ Այո։ Եվ դա Հայաստանի համար որևէ ազդեցություն ունենալու է, թե ոչ այդ դիրքերի փոփոխությունը։ Ոչ այնքան, որովհետև ոնց որ ասած ջուրն ընկածը թրջվելուց կամ անձրևից չի վախենում, որովհետև մենք արդեն վատ վիճակի մեջ ենք։ Հիմա ավելի վատ թե պակաս վատ տարբերություն առանձնապես չկա, այսինքն Ալիևը կամ Ադրբեջանը բավականին ուժեղ է պարտադրելու համար Հայաստանի իշխանություններին իր կամքը եւ պարտադրում է։ Հիմա ավելի կուժեղանա, թե ավելի պակաս ուժեղ կլինի, միևնույն ինքը բավարար ուժ ունի Նիկոլ Փաշինյանին անձամբ պարտադրելու եւ դա անում է։ Նույնն էլ վերաբերում է, ասենք, Ռուսաստանին։ Ի վերջո Ռուսաստանի թուլությունը պայմանավորված չի առավելաբար Ադրբեջանի գործոնով։ Սա ոնց որ ասած այդ վերջակետի մոտ գտնվող, այսինքն վիճակն է։ Ռուսաստանը թուլացել է, որովհետև Ռուսաստանը արել ճակատագրական սխալ, փոխանակ ինտեգրվելու արևմուտքի հետ եւ օգտվելու արևմուտքի հնարավորություններից դառնալու արևմուտքի անդամներից մեկը, հավասար անդամներից մեկ եւ զարգանալու, նա գնաց
բախման դիմակայության իրեն երևակայելով հերթական բևեռներից մեկը եւ այլն դարձավ Չինաստանի խամաճիկը, տնտեսական եւ քաղաքական խամաճիկը եւ կորցրեց ամեն ինչ։ Հետևաբար առիթից էլ օգտվում են մյուս երկրները, այդ թվում նաեւ Ադրբեջանը եւ միջինասիական երկրները Ռուսաստանի դեմ դուրս գալու։ Այստեղ պիտի ասեմ, որ հայկական գործոնը լուրջ դեր է ունեցել, որովհետեւ պարտվելով Արցախում, իսկ դա Ռուսաստանի պարտությունների իհարկե, դավաճանության հետևանքով իր իսկ, արդեն ինքը կորցրեց այդ աուրան դրական, որ այդ սովետից դեռևս մի քիչ մնացել էր միջինասիական երկրների մոտ, այսպես մի քիչ հարգանք կար բան, հետո հասկացան, որ փիղը թղթից է կամ վագրը թղթից է եւ կարելի է բանի տեղ չդնել եւ բանի տեղ չեն դնում։ Այո։ Պարոն Պապյան, Ֆրանսիայում տիրող իրավիճակը ըստ ձեզ ինչպես է հանգուցալուծվելու, ճգնաժամը խորանալու է այնքան, որ խորհրդարան լուծարվի, Մակրոնը հրաժարական տա, թե ոչ։ Ես այդ հարցի այդպես մասնագետը չեմ ներֆրանսիական, ես կարող եմ ավելի այսպես ընդհանուրն ասեմ, որ Ֆրանսիայի տնտեսական վիճակը բավականին բարդ է։ Ես մասնես վերջերս մի առիթ ունեցա եվրոպացի մի մասնագետի հետ խոսելու, որը ներսից այդ ամբողջին լավ ծանոթ է, եւ դա պայմանավորված է հենց այն քաղաքականությամբ, այն սոցիալական մեծ արտոնություններով, որ Ֆրանսիան տալիս է իր ժողովրդին։ Իսկ իր ժողովրդի մի զգալի մասը այսօր դրանք ներգաղթյալներ են, որոնք չեն աշխատում։ Եթե ասենք միջին ֆրանսիական ընտանիքի ծնելիության ցուցանիշը 1.4 է, ապա Ֆրանսիայում ապրող մուսուլման ընտանիքների ցուցանիշը 8.1 է։ Եվ նրանց մեծ մասամբ չեն աշխատում, այսինքն այդ երկիրը այդ հսկայական բեռի տակ չի կարող տնտեսապես զարգանա։ Դուք չեք կարող միլիոնավոր մարդկանց պահել, որոնք ուղղակի բեռ են, ոչինչ չեն անում, գումարած նաև ահագին խնդիրներն առաջացնում։ Դրա համար էլ մենք տեսնում ենք այս արագ փոփոխությունները, վարչապետերի հրաժարականներ, փոփոխություններ եւ այլն, Ֆրանսիան պարզապես մնացել է իր գաղութային կայսերական մտածողության մեջ, բացի ռեսուրսները չի բավարարում ինքնուրույն գործելու, այն որ բանկ ասում ինչ խորհուրդ կտայ Ֆրանսիային ավելի սերտ հարաբերություններ եւ համադրված գործեր Գերմանիայի հետ եւ Եվրոմիության մյուս երկրների հետ, այդ դեպքում ինքը կարողանա որոշակի առաջնորդի դերակատարություն տանել, չունենալով բավարար ռեսուրսներ, նրանց ռեսուրսների շնորհիվ, բայց ինքնուրույն խաղացող այսօր Ֆրանսիան թույլ է։ Եվ ինչու եկանք Ֆրանսիայի խնդիրներին, հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ համագործակցությունը, դա կարող է ներքաղաքական իրավիճակը ազդել Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի, ընդհանրապես համագործակցության վրա։ Դուք նկատի ունեք Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այո։ Ֆրանսիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ միշտ էլ բարյացկամ է եղել եւ կլինի այդ այս խնդիրների ֆոնին կարող է անտեսվի Հայաստանի հետ համագործակցությունը։ Չի անտեսվի, պարզապես էլի գալիս ենք ռեսուրսների հարցին։ Այսինքն արդյոք Ֆրանսիան բավարար հնարավորություն կունենա այդ քաղաքականությունը, այսինքն այդ բարյացկամությունը նյութականացնել էական աջակցությամբ, մասնավորապես ասենք հայկական բանակի վերակերտում եւ արդյոք ինքը կունենա այդ քաղաքական կամքը, տնտեսական օժանդակություն եւ այլն։ Ես անձամբ ասել եմ, միգուցե լսած լինեք, որ աշխարհում մի երկիր կա, որը ի վիճակի է, ոչ թե ցանկություն ունի, որտեղ երկու գործոն պիտի հաշվի առնել՝ քաղաքական կամք, այսինքն ցանկություն եւ ի վիճակի լինել կարողություն։ Ֆրանսիան ունի այդ քաղաքական ցանկությունը, բայց կարողություն չունի։ Աշխարհում մի երկիր կա, որ կարող է Հայաստանն այս վիճակից դուրս բերել, այսինքն կրկնակի զսպման քաղաքականություն իրականացնել, ունի այդ կարողությունը, այսինքն ռուսներին եւ թուրքերին զսպել, դա Միացյալ Նահանգներն է։ Այն ունի քաղաքական կամք դա անելու համար։ Այս արդեն հարցական է, շատ բաներից է կախված, այդ թվում մեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեությունից, մեր լոբիստական աշխատանքից, ահագին բաներից։ Բայց ասում եմ, կարողություն ունեցող միակ երկիրը Միացյալ Նահանգներն է։ Շատ դժվար խնդիր է կրկնակի զսպում իրականացնել Հարավային Կովկասում։ Այո։
Ունի հետաքրքրություններ Միացյալ Նահանգները Հայաստանում Հարավային Կովկասում գործոն դառնալու։ Իհարկե ունի եւ առաջին գործոնը, այսինքն այդ հարցով ռուսական դիրքերի թուլացումն է եւ պատահական չի, որ կոնգրեսականներ Իսայի եւ Բլիրակիսի վերջերս առաջադրած օրենսգծի մեջ, որը բառացիորեն մի քանի օր առաջ է հրապարակվել, որը երկար ճանապարհ պիտի անցնի օրենք դառնալու, քիչ հավանական է որ կդառնա, բայց ամեն դեպքում կարևոր է այդ քաղաքական եւ քանի որ բաններ դարել Իսաներ այդ փաստաթղթի առաջադրողը հանրապետական կուսակցության բավականին ազդեցիկ անդամներից մեկը, այնտեղ հստակ գրված է, որ նպատակը ISS-ն է ռուսական շատ հետաքրքիր բառ է գրած, այսպես չացնող վատ ազդեցության վերացում Հայաստանի վրայից։ Այդ հստակ հռչակված է որպես նպատակներից մեկը։ Եթե Հայաստանը այդ նպատակներին համաունչ կլինի, կարա ստանա բավականին օգնություն, բայց եթե օրինակ Սիրիա պիտի զորք ուղարկի Ամերիկայի դեմ, ինչպես արեց մեր արևմտամետ Նիկոլ Փաշինյանը, լինելով արևմտամետ իբր, միակ երկիրն էր, որ Ռուսաստանի հետ միասին զորք ուղարկեց արևմուտքի շահերի դեմ կռվելու Սիրիայում։ Բնականաբար չի ստանա։ Այնտեղ շնորհակալ լինենք, որ Միացյալ Նահանգները արևմուտքը մեզ դրա համար չպատժեց եւ չբան չարեց, չջախջախեց։ Ասացին դե հասկանալի է, Նիկոլն է, մի բան անում է, ներենք թող գնա։ Այո։ Հայ ժողովրդի շնորհիվ։ Հիմա հարգանք ու սեր ունենալով հայ ժողովրդի նկատմամբ։ Այո։ Հիմա հաջողվել է Հայաստան իշխանություններին Միացյալ Նահանգների հետ պայմանավորվել իշա Հայաստանի Հանրապետության, թե ոչ։ Ոչ, այսինքն որ հարցում է պայմանավորվել։ Օգոստոսի 8-ը։ Բայց օգոստոսի 8-ը ինչ է տալի Հայաստանին։ Որ տղերք բան եղավ կզանգեք, այն ասում է զվանոկ դրուգու, հա։ Դա ինչ է։ Այսինքն օգոստոսի 8-ին ինչ է տեղի ունեցել։ Ալիևի ինչ ուզում էր ստացել է Միջանցք։ Անխափան Միջանցք Հայաստանի տարածքով։ Անխափան, անվերահսկելի, անխոչնդոտ եւ այլն։ Ստացել է Մինսկի խմբի եռանախագահության լուծարում եւ ստացել է ամուր դիրքեր 907-րդ բանաձևը չեղարկելու։ Այդ ընթացքի մեջ է ստրատեգիական համագործակցության լուրջ գործընթաց է սկսել Ալիևի եւ Թրամփի միջև։ Այդ մեկուսացումից Ալիևը դուրս է գալի եւ այլն։ Այսինքն Հայաստանը ինչ է ստացել։ Եթե այս ստորագրվել համապատասխան փաստաթուղթ հստակ պատժամիջոցներով, որ խաղաղությունը, չգիտեմ, խախտողներից, կողմերից մեկը սրա դեմ այս պատժամիջոցները կկիրառվի, թեկուզ եւ հռչակագրի declaration-ի մակարդակով ինչ որ կասես մի բան։ Իմիջիայլոց այդ Իսայի, Դերեկ Իսայի եւ Բլիրակիսին այնտեղ կան այդ պատժամիջոցները, բայց խնդիրը նա է, որ դրված է, այսինքն շատ անորոշ է եւ ասենք 90 օր հետո, 180 օր հետո նման ժամկետներ է դրած պատժամիջոցները սկսելու համար։ Իսկ այս տարին շատ երկար է։ Այսինքն դապտիլներ ընդամենը 3 օր, եթե կողմերից մեկը խախտեն, օրինակ տվյալ պայմանավորվածը։ Իսկ այս հռչակագրի մեջ որևէ նման բան չկա, այսինքն գրած։ Ասում եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերը պիտի կոնսորցիում ստեղծեն, որը պիտի սպասարկի Ադրբեջանի շահերը Հայաստանի տարածքում։ Ճանապարհ է ստեղծվում, որից Հայաստանը օգուտներ է ստանում։ Ո՞նց է օգուտ ստանում։ Ինչ օգուտ։ Տրանզիտային ճանապարհներից օգուտներ չեն ստանում պետությունները։ Ինչքան օգուտ է ստանալու Հայաստանը տրանզիտային ճանապարհը։ Չեմ կարող ասել։ Ես հաշվապահ եմ, կարող եմ ասել, դա Երևանի մի բակի նորոք փող է ստանալու։ $1 միլիոն տարեկան ընդամենը։ Ինչպես արեցիք այդ հաշվարկը։ Ինչ։ Ինչպես արեցիք այդ հաշվարկը։ Շատ պարզ։ 1 կիլոմետր 1 տոննա բեռնափոխադրման տրանզիտային վարձը Բաքու Թիֆլիս կապսում Հայաստանի տարածքում 3.5 ցենտ է։ Հաշվեք կրկնակի ավել են Հայաստանին վճարելու, որտեղ դրանց ավել անիմաստ է, միշտ ճանապարհով կտանեն։ Կրկնակի ավել։ Հաշվեք 7 ցենտ ամեն տոննան, 7-ը բազմապատկեք 42-ով,
Հետո բազմապատկեք 1 միլիոնով։ Եվ տեսեք ինչ ա լինում։ Եվ դա էլ բաժանեք մասերի 40%-ը տվեք ամերիկացիներին, 30%-ը 30-ը տակը մնում է 30%-ը։ Մի հատ տեսեք ինչքան է մնում ծախսերը անելուց հետո։ Տեսեք տարեկան $1 միլիոն կմնա, թե չէ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ պարգևավճարները դրա հարյուրապատիկ ավելի շատ են տարեկան։ Այդ հեքիաթները, որ պատմում են, լսեք, կա Բաքու-Թիֆլիս կարճ երկաթուղին, որի տարեկան բեռնափոխադրման հնարավորությունը 20 միլիոն տոննա է։ Բեռնափոխադրումը ընդամենը կազմում է 1.3 միլիոն։ Այսօր 7% է ծանրաբեռնված։ Եվ դա ավելի կարճ ճանապարհ է, քան Զանգեզուրով անցնող այդ ճանապարհը։ Ով պիտի այս ճանապարհով բեռ փոխադրվի, երբ որ մյուս ճանապարհն ավելի արդեն կայացած է, ավելի կարճ է, ավելի էժան է։ Այո։ Սա ձեր դիրքորոշումն է, թե ԱԺԲ-ի, որ օգուտ չկար օգոստոսի 8-ից։ ԱԺԲ-ն հստակ իր դիրքորոշումն ասել է, մինչև օգոստոսի 8-ն էլ, երբ որ այդ խոսակցությունները կար, որ դա իմաստ կունենա, եթե Հայաստանը համարժեք իրավունքներ ստանա Նախիջևանի վրայով Իրան եւ այն կողմ անցնելու մասին երկաթուղին բացվելու։ Այդ դեպքում կլներ համարժեք, գոնե համարժեք ինչ որ մի բան։ Բայց քանի որ ընդամենը $1 միլիոն կամ մի քանի միլիոն դոլարի հարց է գնում տարեկան, բոլոր մեծացած թվերով քանի միլիոն, բայց հաստատ դա հարյուրավոր միլիոններ չի, էլի, հաստատ հարյուրավոր միլիոններ չի լինելու, հետեւաբար անիմաստ է։ Այո, ԱԺԲ-ն համարում է, որ սա չափից ավելի ուռճացված քաղաքական ընտրությունների համար ժողովրդի վրա ծախելու թեզերից մեկն է։ Քո հայրենիքին մի հսկայական տարածք տվել ես օտարին եւ պետք է բավարարվես այդ չնչին գումար կամ գումարի դիմաց ես տվել։ Տարածքը զիջում է, եթե համարժեք պատասխան են ստանում, այսինքն ուրիշն էլ քեզ է տարածք զիջում։ Մենք այդ բանը չենք տեսնում։ Այո։ Դուք անուղակի կիսում եք Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը։ Գիտեք, եթե 2 անգամ 2-4 է, դա 2 անգամ 2-4 է եւ Ռուսաստանում եւ Ուզբեկստանում եւ Լատինական Ամերիկայում։ Ես ասում եմ, որ այդ օգուտ չկա տնտեսական։ Դնենք, հաշվենք, թող թվերը ներկայացնեն, ես ձեզ թվերով էլ կբացատրեմ այդ ծավալների վերջկա 1 գազամուղ նավթամուղ չանցնելու 2 Ինչ գիտեք։ Երրորդ, արդեն սկսել են շինարարությունը 2.8 միլիարդ դոլար վարկավերցը Թուրքիան, որպեսզի Նախիջևան իր կարճ երկաթուղին կառուցի։ Այսինքն հեռանկարային առումով էլ չկա։ Ես կառաջարկեի ուրիշ բան, այն որ ասում եմ Նիկոլի Տերնելն է ինչ կանեի։ Ես ոչ թե 246 միլիոն գրանտը եվրոպացիների կասեի դրեք Զանգեզուրի միջանցքում եւ թուրքերի համար կառուցեք երկաթուղի։ Ես կասեի եկեք կառուցենք Ֆիալետովո Վանաձոր 22 կիլոմետրանոց երկաթուղին, որով կստեղծվի Բաքու, Թիֆլիս, Ղազախ, Իջևան, Ֆիալետովը, Վանաձոր, Գյումրի, Կարս ամենակարճ ճանապարհը մոտ 100 կիլոմետր ավելի կարճ քան եւ սա օգտագործեն եւ այդ դեպքում Հայաստանի տարածքով մոտ 200 կիլոմետր տրանզիտ կանցներ, այդ դեպքում դրա վճարումներն ավելի շատ կլինեին, այդ դեպքում Հայաստանի ազդեցությունն ավելի շատ կլներ։ Բայց ինչու դրանք նախ դա առաջարկելու համար այդքան բան պետք էր հասկանալ։ Ընդհանրապես պետք էր իմանալ Հայաստանի երկաթուղիները ոնց են, ինչ են, որտեղ ինչ է, ինչ ծրագրեր են քննարկվել 20 տարի առաջ հիմա։ Նիկոլ Փաշինյանը այդ բոլորից ոչ մի բան չգիտի, դե որ ինքը որ չգիտի, ինքը չի կարող առաջարկի։ Իրա թիմում էլ մարդ չկա, որը տեղյակ լինի, ասենք հայկական երկաթուղիներից։ Հետևաբար առաջարկել են եւ մեր քաղաքականություն ցավոք սրտի տենց է։ Թուրքերը առաջարկում են մի բան, մենք սկզբից ասում ենք, չէ, դա չի լինի, հնարավոր չի, հետո ի վերջո համաձայնում ենք իրանց։ Դիվանագիտությունը միշտ սակարկում, այսինքն դու ինչ-որ մի բան պիտի առաջարկես եւ քո առաջարկածը պիտի համաշխարհային առումով ավելի լավը լինի։ Եթե դու առաջարկում ես, ասում ես ես 100 կիլոմետրով կրճատում եմ ճանապարհը, այդ արևելք արևմուտք, այս ճանապարհով դու աջակիցներ ես ձեռք բերում այդտեղ։ Չգիտեմ, մեծ երկրները, բայց եթե իրանց առաջարկածը որևէ բանով, այսինքն լավ չի, բացի քաղաքական փաթեթավորումից,
Դա քաղաքական փաթեթավորումով խնդիր է այդ Զանգեզուրի միջանցքը։ Եվ դուք ինչ ուզում եք ասել, դա Զանգեզուրի միջանցք է։ Հասկանում եք, բայց այդ բառը կարևոր չի։ Որ ասում են, չէ, միջանց չի, չգիտեմ, դա լավ միջանցքի, նրբանցք է։ Այդ բանը խնդիրը հետեւյալն է։ Բայց ինչպես է Հայաստանը միջանցք, իր որ դուք ասում եք, իշխանությունը ներողություն, դուք ասում եք միջանցք, նկատի ունեք, որ Հայաստանի իշխանությունը չկա այդ ճանապարհի վրա։ ես նկատի ունեմ, որ այդ տարածքը ինքնիշխանության զգալի կորուստ ունի։ Կա Հայաստանի իշխանությունը։ Այդտեղ որոշողը կոնսորցիումն է, որի մեջ որոշը ամերիկացիք են, որտեղ թուրքը չի տեսնելու հայի երես, եւ դա ընդունել է Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, չգիտեմ, սարքավորումներ եւ այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը, եթե չասեմ լիովին առ ոչինչ այդ տարածքի վրա, էապես թուլացած է։ Էապես թուլացած է այդտեղ Հայաստանի իշխանությունը։ Ես ես հարց տամ։ Ինչպես է այդ թուլացումը դրսևորվում։ Մի րոպե։ Ես եւ դուք որպես Հայաստանի քաղաքացի կարող ենք նստենք ավտոն եւ գնանք այդ միջանցքում ավտո քշենք։ Կարող ենք թե չէ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այո։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել, որ Հայաստանի քաղաքացին կարող է ճանապարհը օգտագործի կամ մտնի այդտեղ։ Բայց Նիկոլ Փաշինյանը նաև չի ասել, որ ես եւ դուք կարող ենք Երևան Գյումրի մայրուղու վրա մեքենա վարենք, թե ոչ։ Մի րոպե։ Երբ որ կխոսվի Երևան Գյումրի ճանապարհի կարգավիճակի մասին, այն ժամանակ կանդրադառնանք։ Այդ կարգավիճակը հարկանի տակ չի դրվում։ Ներողություն, դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքում գործող երկու տարբեր նույն կարգավիճակ ունեցող ճանապարհներ չեն, մեկը տանում է A կետից B կետ, մյուսը B կետից D կետ։ Չէ։ Երևան Գյումրի ճանապարհը Հայաստանի ինքնիշխանության տակ է գտնվում։ Դուք կարաք նստեք ավտո գնաք Նյուվադից, Նորդուզից մինչև այդ ճանապարհը չեք կարող գնալ, վերջ։ Դրանք տարբեր կարգավիճակ ունեն։ Շունեն չեք կարող, նույնը չէ։ Պարոն Պապյան, ինչ գիտեք, որ հայերը այդ ճանապարհով չեն կարողանալու երթևեկել։ Որովհետև փաստաթղթի մեջ գրած է, այդ ճանապարհը կառավարում է միջազգային կոնսորցիումը։ Դա Հայաստանը չի կառավարում, դա միջազգային կոնսորցիումն է կառավարում։ Հասկանում եք, եթե ինչ-որ մի բան կառավարում է միջազգային կոնսորցիումի կողմից, ուրեմն նրան է պատկանում։ Դուք օդանավակայան գնում եք։ Այո, գնում եմ։ Միջազգային ընկերությունը, որ կառավարում է օդանավակայանը, ձեզ թույլ տալիս է մտնել օդանավակայան։ Միջազգային ընկերությունը, որ ասում եք կառավարում է, նա կառավարում է որոշակի պայմանագրի եւ կետերի հիման վրա։ Նույնը այստեղ ըստ էության վերահսկման գործառույթը բանում Զանգեզուրի անցուղում տրված է օտարին։ Իսկ դեր ասած օդանավակայանը այդպես չի, նա կառավարում է, չգիտեմ, իջնել, հելնել եւ այլն, բայց անձնագրային ստուգումը տրված է ռուսներին, հիմա ոնց որ թե հայերին է եւ այլն։ Դա է պայմանագրի է, թե դու ինչ ես անում։ Այնտեղ էլ այդպես լինելու։ Ինչ է լինելու։ Ասում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունն է։ Շատ բան են ասում։ Ես ասում եմ, դուք կարաք ավտոյով գնաք, բան անեք, քշեք գնաք Նյուվադին, Նռնաձոր, այդ ճանապարհով կարող եք, չեք կարող։ Այս տեսագրությունը պահեք։ Մի 2-3 տարի հետո, երբ որ հանկարծ այդ ճանապարհը սկսի գործել, շատ մեծ հարցականի տակ է։ Կնստեք, կգնաք, կնկարեք ընդեղից, կասեք, այ էսա, պարոն Պապյան, տեսեք, ես կարող եմ։ Անխոչնդոտ։ Դու կարաք դիմեք թույլտվություն ստանաք եւ գնա, դրա մասին չի խոսքը։ Բայց դա չի լինի անխոչնդոտ։ Ադրբեջանի քաղաքացին անխոչնդոտ կմտնի այնտեղ, իսկ դուք խոչնդոտված կմտնեք, այսինքն դուք պիտի դիմեք այդ կոնսորցիումին, ստանաք համապատասխան թույլտվություն եւ նոր մտնեք դրա տարածքը։ Ներողություն, ես ճիշտ եմ հասկանում, դուք նկատի ունեք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող այդ Թրամփի ուղին հայերի համար հասանելի չի լինելու անխոչնդոտ։ Այո։ Լավ, դա մի քանի տարուց սկսենք։ Այո։ Պարոն Պապյան, բայց դուք որ ասում եք կասկածի տակ եք դնում բացվել չբացվելը ճանապարհի, բայց ասում են ամերիկացի մասնագետները արդեն գնում գալիս են, շարժ կա, սա բավարար ջանք չէ։ Գիտեք, ես այնքան շարժեր եմ տեսել,
Այնքան աշխատանքներ եմ տեսել, որոնք սկսել են տարբեր, այդ ինչա կարող է հյուսիս հարավ, որ $1 միլիարդ նախկին իշխանությունները ծախսեցին այդ ճանապարհը պետք է կառուցեին, շարժ չկար, դեռ շարժը վերջնական չի, այսինքն նայեք, քանի դեռ ոնց որ ասած դա չեն գնացել այդ բացումը կտրել այդ թելը եւ անցել դա չի լինի ինչ եմ ասում որ առաջիկա 2-3 տարին դեռ այդ չի գործելու շատ բարձ պատճառով որտեվ 2-3 տարի պետքա լինելու որպեսզի թուրքերը կառուցեն իգդիր կարս երկաթուղին նրանք չեն այդ այսինքն որտեվ այդ ճանապարհի բուն նպատակը թուրքական աշխարհը միջին կամ թուրքական աշխարհի հետ կապելու համար է իսկ Նախիջևանը կապելու համար ասենք որի անվան տակ իրականացվում Ադրբեջանի դա մի մասնավոր ծրագիր է սկսի այդ մասնավոր գործ բայց ավելի մեծ բեռնափոխադրումները կսկսեն այն դեպքում երբ որ թուրքերը վստահ լինեն որ հայերը դրանից չեն օգտվելու այսինքն եւ այն փողերը որ իրանք նախատեսում են նորոգելու վերաբերում միայն այդ հատվածին, այսինքն չի վերաբերում սովետական Հայաստանի ներսում գտնվող երկաթուղիներին, այսպես ասենք։ Անդրադառնանք ներքաղաքական հարցերին, պարոն Պապյան։ Վարչապետի թեկնածուներ են առաջադրվում, հայտարարում են, որ իշխանություն են ցանկանում վերցնել։ Արման Թաթոյանը ավելի վաղ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մասին հայտնի դարձավ։ Դուք այս ակտիվությունը ինչպես եք մեկնաբանում։ Բնական եմ մեկնաբանում, իրենց հաջողություն եմ մաղթում, իրենք առաջիններից են, բայց հաստատ վերջիններից չեն, դեռ շատերն են առաջադրվելու, այսինքն կարծում եմ այս ընտրությունները աչքի են ընկնելու հենց տեխնացուների առատությամբ, բայց վերջում դրանց մի զգալի մասը կմաղվի տարբեր պատճառներով, այստեղ կան եւ լինելու են ազնիվ մղումներով մարդիկ, որոնք առաջադրվեն, ոչ այնքան ազնիվ մղումներով եւ այլն, ուղղակի այս տարի մի քիչ, այս անգամ մի քիչ ավելի շուտ սկսեց, այսպես ասած ընտրապայքարը, որ ի դեպ սկզբնավորեց Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ մյուսներն էլ բան արեցին, ընդհանրապես մի 2-3 ամիս առաջ ամեն ինչ սկսում, ինքը ավելի շուտ սկսեց, մյուսներն հետևեցին։ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում ունի, որ այս պահի դրությամբ, այս պահի սոցհարցումներով ինքը Սամվել Կարապետյանը եւ Նիկոլ Փաշինյանն են հաղթահարում անցողիկ շեմը խորհրդարան մտնելու։ Իրատեսական համարում եք այս վերլուծությունը։ Ես մի բան գիտեմ, որ Քոչարյանի ընտրապայքարի մեջ մտնելուց միշտ օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիմա ինքը որ մտնի հազարավոր մարդիկ հենց այդ պատճառով, որպեսզի հանկարծ շատ ձայն չավակի Քոչարյանը քվեն տալու են Փաշինյանին։ Ուրիշ բան, որ հիմա արդեն կա մեկ այլ տեխնացու, հենց ձեր նշած Սամվել Կարապետյանը, այսինքն դաշտը այդքան միանշանակ չի ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, որտեղ ես գիտեմ, ինձ հարյուրավոր մարդիկ են ասել, որ գիտեք, մենք ասենք քվեն ձեզ էինք տալու եւ իսկապես, բայց երբ որ Քոչարյանը մեզ ցույց արեց, վախեցանք հանգարց, որ կարող է ինքը վերադառնա իշխանության, գնացինք տվեցինք Նիկոլին, որ Քոչարյանը չվերադառնա։ Հասկանում եք, հիմա արդարացիորեն թե ոչ արդարացիորեն դնենք մի կողմ, էլի, որտեղ Քոչարյանի կողմնակիցները կասեն իր նկատմամբ վերաբերմունքը անարդարորեն հրեշացված է։ Հիմա այդ չեն քննարկում։ Ժողովուրդը ունի ընկալում։ Շատ հաճախ քաղաքական դաշտում ընկալումներն են կարևորը, ոչ թե իրողությունները։ Հիմա ընկալում ունի ժողովուրդը, երբ որ երկընտրանք է կանգնում Քոչարյան թե Նիկոլ Փաշինյան, հաստատ մեծ մասամբ, չասենք հաստատ, մեծ մաս ընտրելու է Նիկոլ Փաշինյան։ Իսկ ուրիշ բան, հիմա նոր խաղացողներն են մտնում դաշտ, դրա համար էլ նրանք կարող այդ քվեների մի զգալի մասը տանեն։ Ես չգիտեմ ինչի վրա է հիմնված ասում այդ երեքը, բայց ամենայն հավանական Սամվել Կարապետյանի հնարավորությունը այնպիսին էր, որ նա այո, կարա լինի անցողիկ եւ իմ կարծիքով նա է լինելու Նիկոլ Փաշինյանի հիմնական հակառակորդը։ Ինչքան էլ իմ համար սա ցավալի իրողություն է, ասենց ասեմ, բարձ ասեմ։ Ձեզ էլի որտեվ Սամվել Կարապետյանը դա հաստատ ռուսական շահերի Հայաստանում իրացնողն է։ Դա ակնհայտ է։ Բայց իրողությունը այդպեսին է եւ որպես վերլուծաբան պիտի հասկանանք իրողությունները։ Այո։
Պարոն Պապյան, դուք Քոչարյանի նախագահության տարիները հիշում եք, արդյոք ընտրակեղծիքներ եղել են, թե չէ։ Քոչարյանն ասում է, ինչի եք մեղադրում ինձ, ասում է, ես 36% քվե եմ հավաքել, հենա կեղծողը լնեի, ավելի շատ կկեղծեի, ինչի պետք է 36% կեղծեի։ Հայաստանում բացի սովետական Հայաստանի վերջին ընտրություններից, այսինքն որ Գերագույն Սովետ 90 թվականին ընտրվեց, հաջորդ բոլոր ընտրությունները կեղծվել են։ Ուղղակի կեղծվում էին ավելի շատ նախագահականը, որտեղ ռեալ իշխանությունը նախագահի ձեռքում էր, խորհրդարանը այսպես կողքից է։ Իսկ հիմա խորհրդարանական ընտրությունները, քանի որ բերում են նաև վարչապետի պաշտոն, իսկ գործադիրն Հայաստանում միշտ գնահատվում այդպես է։ Դե հիմա գիտեք ինչ կարիք կա, ասում ավելի կեղծելու, եթե քչով էլ կարելի է հասնել իշխանության, մյուս կողմից էլ խնդիրն է նա, որ ես չգիտեմ, այսինքն հիմա ինչ նպատակա դրվել կամ արդյոք դու կարաս նպատակը դնես 51%, չկարողանաս 51% կեղծել, բայց դա կեղծվել է ներառյալ Նիկոլ Փաշինյանը, պետք չէ մենակ բան անել, որ նախկիններ է, էլի։ Տեր-Պետրոսյանն էլ է կեղծել, Քոչարյանն էլ է կեղծել, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ է կեղծել եւ կեղծելու է։ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է։ 18 թվին Հայաստանում ընտրություններ են կեղծվել, պարոն Պապյան։ Իհարկե կեղծվել են։ Նիկոլ Փաշինյանը 80% լցրեց իր հաշվին։ 80% չլցվեց, բա ուղղակի դուք մոռանում եք մի բան, որ իշխանության եկան մայիսին, դեկտեմբերին ընտրություններ էր։ Եվ այդ նույն մարդիկ, որ դրանից տարուկես առաջ 362 քվե էին հավաքում ընտրատեղամասում, հավաքեցին 17000 քվե նույն ընտրատեղամասում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 1.5 տարվա ընթացքում այդ մարդու արժանինքները մեծացան, չէ, նշանակում է հետևյալը. մի մասը կեղծվեց, մի մասը քվետրեց, որտեղ իշխանության ներկայացուցիչը, որը եւս կեղծիք է։ Կեղծել չի նշանակում, դուք ասես մենակ լցոնելը չի կեղծելը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է գյուղ եւ խոստանում է դպրոցը նորոգել եւ ասում է մենք, ուրեմն տես իմ հարկերի հաշվին ինքը դպրոցներ է նորոգում եւ դա իրան է վերագրում։ Հասկանում եք, դա կամ ինքը մի բան է խոստանում, իմ ասում եք կեղծվել է թե չէ։ Բա իհարկե կեղծվել է։ Եթե դու մի բան ես խոստացել ժողովրդի, դրանով քվե ես հավաքել, եկել ես իշխանության, արել ես դրա լրիվ հակառակը, կամ չես արել խոստում, բա կեղծիք չի ինչա, ամենամեծ կեղծիքն ինքն է, լցոնումը չի։ Մարդը ասում էր ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպետք է պլստա։ Պլստացել։ Դու կարեք ասեք, քանի հոգի այսօր այդ նախկին, չգիտեմ, որ ինքը ասում էր կաշառակեր, սրիկա եւ այլն, որոնց իսկապես ապացուցված է եւ գիտեն բոլորն էլ որ պետության, չգիտեմ, փողերն են կերել եւ այլն, այսօր դատարանով դատապարտվել եւ բանտում է։ Կարակ 3 հոգու անուն տակ։ Չէ։ Պարոն Պապյան, բայց խափեց նշանակում է կեղծեց։ Ինքը խոստացավ մի բան կեղծեց, ինքը պատավատապետության դեմ էր պայքարում, պատավատները շատացրեց։ Ինքը 1000 ռուբլի բան խոստացավ, տաքսիստերին ասեց լիցենզիաները հանում եմ ձրեկանու բարձրացրեց, անշարժ հուրկի հարկը բարձրացրեց, турքերը ասում էր բանի մատերիալ չեն, տուգանելու մատերիալ չեն, տուգանքները շատացրեց, ամեն ինչ արեց հակառակը։ Եթե ինքը անգամ մի թերթիկ լցոնացել չլինի, մենակ այն, որ ինքը խոստացել է մի բան, արել է դրա տրամագծորեն հակառակը, դա նշանակում է կեղծիք, դա նույնն է, որ դու գնաք խանութ, ձեր վճարման միջոցը ընտրություն քվեն է, ձեր վճարման միջոցով առնեք մի բան, որակով լավ մի բան, նայեք, շոշափեք, հավանեք, առնեք, բերեք տուն, հետո բացեք, տեսնեք, ձեզ խաբել են, տվել են ուրիշ մի բան, փչացած, ջարդած, կեղտոտ մի հատ սարք։ Էդի խաբել չի, բա խաբել է։ Հետ նույնը արել է բանը, Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Դե ուղղակի գուցե ասեք էյֆորիա էր, մարդիկ էյֆորիայի ազդեցության տակ գնացին 18 թվականին Նիկոլ Փաշինյան ընտրեցին, դա ինչ-որ էյֆորիան ինչի հետևանքով էր, այդ խոստումների հետևանքով, չէ՞։ Լավ, ինչև է, պարոն Պապյան, էյֆորիա էր, որովհետև ինքը խոստանում էր,
որ հանցագործներին կպատժվեն, կլինի ԽՍԲ չի լինի, այս կողմերով, միանգամից եկավ ինչքան աներզա, քերու տղա, մորաքնոջ տղա, համագյուղացի, համադպրոց, որ պաշտոններ տվեց։ Բա էйֆորիա էր, մարդիկ էйֆորիայի մեջ էին, ասում են, տեսեք, հեսա ինչ լավ է, ըլնելու ամեն ինչ արդար ու լավ է ըլնելու։ Եղավ, ավելի վատ։ Այո։ ԱԺԲ-ն ինչ է անելու 26-ին, պարոն Պապյան։ Սպասել տեսնենք, դեռ ժամանակ կա, այսինքն մենք պիտի հասկանանք ինչ է քաղաքական դաշտը, ինչ վերաձևումներ կա։ Հիմա մենք շատ այսպես ինտենսիվ ձևով կլոր սեղաններ ենք կազմակերպում, հանդիպում ենք արժեցող եւ չարժեցողների հետ, տարբեր մարդկանց հետ, խմբերի, քաղաքական կուսակցությունների, մենք մեր դիրքն ենք ասում, իրանց դիրքն են լսում, պրոցեսակն որ հասկանանք, այսինքն ինչ ենք անելու, որտեղ դա կախված ալնելու շատ այսպես սա երկար հավասարում է բազմաթիվ անհայտներով եւ փոփոխական անհայտներով, տեսնենք ինչ է, ներքաղաքական առումով եւ արտաքին քաղաքական առումով։ Շատ բաներ նաև կախված անելու արտաքին փոփոխություններից, ինչ է լինելու Միացյալ Նահանգներ Իրան հարցը, ինչ է լինելու Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, ինչ է լինելու Ռուսաստան-Թուրքիա, այդ բոլորը մեր վրա ազդեցություն ունի։ Այո։ Դուք եթե ստեղծվի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանը չվերցնի իշխանությունը, կմիանաք ընդդիմադիրներին։ Նայած ընդդիմադիր ասելով ում եք հասկանում, մենք հիմա ենք միացած։ Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, կա, կարմիր գծեր կա, որ մենք ասենք ոչ նախկին, ոչ ներկա։ Հիմա ձեր նշած Քոչարյանը նախկիններից է, մենք չենք միանա։ Սա մեկ կարմիր գիծ։ Կարմիր գիծ երկրորդ աշխարհակաղակական կողմնորոշման հարց կա։ Եթե Սամվել Կարապետյանը այսօրվա վիճակով եւ չգիտեմ կարա վաղը դիրքորոշումը լփոխի, չգիտեմ։ Այս հանդես է գալիս այսպես ռուսական դաշտում, մի օքել կար, իշում եք Հայաստանին Թաթարստանի կարգավիճակ էր խոստանում։ Եթե այդպես պետք է, բնականաբար չենք միանա, այսինքն, գիտեք, չարի դեմ պայքարելու նվազագույն ձևը չարին մասնակից չլինելն է։ Եթե մենք չենք կարող պայքարել այդ չարի դեմ, մասնավորապես Հայաստանի նորից ստանել ռուսական դաշտ, որը Հայաստանին ապագա չի խոսան, որովհետև մենք ամենասկզբում խոսացինք, որ այդ դաշտում Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Հետևաբար քեզ քո հաշվին միշտ լավություն են անելու Ադրբեջանին։ Հետևաբար, եթե չենք հասկանանք, չենք կարողանում դրա դեմ պայքարել, գոնե չենք միանա այդ բանին։ Մեր ժողովրդին ինչի վատություն անենք։ Մենք սիրում ենք ի վերջո մեր ժողովուրդը։ Գուցե մեր ժողովուրդը այդ կանել շատ բան չի կարող ճիշտ կողմնորոշի, որտեղ 4 կողմից չփոթեցնում են, բայց այնուհանդերձ։ Այո։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարցազրույցի համար։ Կընտրեմ։